Դուք անդադ ասում եք Զանգեզուրի միջանցք չկա, բայց Ալիևը շարունակում է պնդել, որ Զանգեզուրի միջանցքի մասին է հենց խոսքը գնում եւ Զանգեզուրի միջանցք կա։ Մենք ասելով ում նկատի ունենք։ Մենք մեր իշխանությունը չի ասում, մեր իշխանությունը ստորագրել է դրա մասին փաստաթուղթ, որը բացառում է Զանգեզուրի միջանցք։ Դա ասելով չի, էլի, կոնկրետ ստորագրել։ Դե Ալիևը շարունակում է, որովհետեւ այն պնդումները, որ անում է Ալիևը, հասկանալի է, իմ անձնական կարծիքն եմ ասում, կոմպլեքսավորված բարդություններով մարդու խոսույթ է, որը ակնհայտ է իր ուզածին չի հասել եւ բանավոր խոսքում ցանկանում է լրացնել այդ բացի ինչ-ինչ չի կարացել ինքը հասնի, բայց ամեն դեպքում փաստը մնում է փաստ, որ մենք ստորագրել ենք ղեկավարների մակարդակով մի այլ բան, մեկնաբանության մակարդակով իհարկե լավ չի, որ նման խոսույթ ունի, բայց կրկնում եմ, սա ես իմ առաջի տպավորությունը չբավարարված մարդու արտահայտություններ են։ Ինչով չբավարարված, եթե Ալիևի բերանից, այսպես ասած, ինչ դուրս է գալիս, նա հասնում է դրան։ Ասեց Արցախը Իրանն է, 2022 թվականին Պրահայում Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի մաս Արցախը։ 5 տարի առաջ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախում սկսվեց 44-օրյա պատերազմ, որտեղ ասում էին հաղթելու ենք, բայց Շուշին հանձնվեց, Հադրութը հանձնվեց, այսինքն Ալիևը ինչ ուզում է, այն էլ ստանում է։ Ալիևը պարտավոր է անի այն, ինչ ստորագրել է։ Ցանկությունների մասին չենք խոսում։ Նոյեմբերի 9-ին էլ եռակողմ հայտարարություն։ Գլոբալ քաղաքականությունը ցանկությունների մասին չի։ Դա պարտավորությունների եւ ստորագրած հանձնառությունների մասին է։ Իրանք պարտավորվել են անել այն, ինչ ստորագրել են։ Հիմա շատ բան կարելի է ասել, որ օրինակ ասելա չի եղել, դա չի նշանակում, որ ասենք դա արգումենտ է այս կողմից կամ մյուս կողմից։ Էլի եմ ասում, մենք պետքա դադարենք լոզունգներով առաջնորդվել եւ լոզունգներով քաղաքականություն տալ։ Ինչ հողի վրա կա, ինչ կա ստորագրված, դա է իրականություն։ Եվ էլի եմ ասում, այդ ստորագրումով իմ տպավորությունը այնպեսին է, որ Ալիևը չի կարողացել հասել իր ուզածին եւ դրա համար հիմա էլի եմ ասում, առաջին տպավորությունը սա իր մակի ելույթից կոմպլեքսավորված իր բուն նպատակներին չհասած մարդու ելույթ էր, ով ցանկանում էր ամբիոնից ելույթներով եւ իրականությունը չհամապատասխանող եզրույթներ օգտագործելով այդ բարդություններից ազատվել։ Նայեք, վերջին հարցերի բայց Փարաքարի համայնքապետի սպանության դեպք եղավ, ինչպես նաև այդ ժամանակ սպանվեց նաև նրա ընկերը։ Քաղաքական պատասխանատվություն, ինչ է կարծում, ոչ մեկ չպետք է կրի։ Նայեք, եթե գլոբալ քաղաքական պատասխանատվության մասին եք, ես կխնդրեի չառանձնացնել Փարաքարի սպանությունը Հայաստանի Հանրապետությունում ցանկացած միջանձնային հարաբերությունների բերումով տեղի ունեցած սպանությունները կամ ոչ միջանձնային, դա քաղաքական պատասխանատվությունը միանշանակ կրում է իշխանությունը։ Այսինքն դա ճիշտ է, Փարաքարին առանձնանում է իր իրականում դաժանությամբ եւ ողբերգական լինելով եւ նաեւ քաղաքական հնչեղություն ստացել, որտեղ սպանվողներից մեկը քրեական ոստիկանության ծառայող էր, մյուսը գործող ընտրված լեգիտիմ համայնքապետ, բայց ամեն դեպքում էլի եմ ասում բուն սպանության տեսանկյունից, սպանությունների տեսանկյունից ես կխնդրեի չառանձնացնել եւ բնականաբար դա գործող իշխանության քաղաքական պատասխանատվության ներքո է։ Շնորհակալ։ Դուք չեք զգում, որ կրում է, ոնց կարա չկրի օրինակ։ Այսինքն մեղադրական սլաքները, երբ որ անդադ ուղղվում է դեպի իշխանությանը, որ թերացումներ կան, իրավապահ համակարգում, դատական համակարգում եւ այլն, այդ ում է ուղղված, ու ընդդիմացյանը կամ բանին հարևան երկրը Էլի եմ ասում, վենդետան բնականաբար վենդետա էր, վրեժխնդրության չէ, քաղաքական բնականաբար հաշվի հարդարտ չէր, ես չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կցանկանար այդ երկու մարդկանցից ինչ-որ մեկից քաղաքական, սպասեք, լսեք միակ ընդդիմադիրներից չէր, մենք ընդդիմադիր համայնքապետեր ունենք, ով 70 եւ ավելի տոկոսով հաղթել է մեր իշխանություններին, մեր տեխնացուներին եւ այդտեղ ոչ մի խնդիր ես չեմ տեսնում, այսինքն Հայաստանում համայնքների կեսից ավելին երևի ընդդիմադիրներ են։ Ինչ վերաբերում է կոնկրետ Վալոդիա Գրիգորյանին, ես ասեմ, որ շատ ընդհանուր ընկերներ ենք ունեցել եւ բոլորը գովացել են իրան որպես համեստ աշխատող անձնավորություն, ինքը
սերտ աշխատել մեր իշխանության հետ, մարզպետարանի հետ, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ոչ մի խնդիր չի առաջացել կառավարման առումով եւ բնականաբար, եթե անկեղծ ես անձամբ գոհ եմ եղել իր աշխատանքից։ Լսեք, քաղաքական պատասխանատվությունը չի կրում կոնկրետ գործողությամբ։ Այն մեղադրանքները, այն սլաքները, որ բոլորը ուղղում են մեր կողմը, դուք գիտեք նաեւ, որ ազատումներ են եղել, երևի իրավապահ եւ ուժային կառույցների բոլոր ներկայացուցիչները հեռացվել են։ Ես չեմ բացառում, որ գործի ամբողջական քննությունից հետո էլի ազատումներ կլինեն, բայց կոնկրետ ոնց է դա արտահայտվում, բնականաբար ես կարծում եմ տեղին հարց չի։ Շնորհակալություն։